Ով կօգնես մի քիչ ուղիղ նստամ։ Հա, իհարկե։ Ես քեզ այնքան շնորհակալ եմ։ Ես չգիտեմ առանց քեզ ինչ էի անել։ Մի գնա։ Հով դու ինձ շատ ես օգնում։ Ես քեզ շատ շնորհակալ եմ։ Ես չգիտեմ առանց քեզ ինչ էի անելու։ Ինչ ես անում ստեղ։ Ստեղ ինչ են անում։ Մի արա, վերջ դուր։ Թող։ Ասի չես լսում, որ ասում եմ մի արա, վերջ, էլ ոչ մի բան չենք անելու, այվաս։ Դու էլ ի վիճակի չես, պետք չի։ Ու քո գալ գնալը ստեղ արդեն վտանգավոր է դառնում։ Ես էլ կորցնելու բան չունեմ։ Լսի, ես հասկանում եմ, քեզ չթվա, որ ին վրա չի ազդել։ Ես վերջին հաշվով ինչքան էլ քեզ համար տարօրինակ լինի, ես էլ եմ մարդ։ Լավ կլինի էլ չշարունակես, հա։ Այվաս, երկուսով դադարացնում ենք այս ամեն ինչ։ Եղավ։ Լսի, քեզ ինչ եմ ասում։ Ես այս կեղտի մեջ մտել եմ աղջկաս համար։ Ու այդ հարցը լուծված չի։ Ու ես լավ հասկացել եմ, որ այս կեղտի մեջ մտնելուց հետո իմ ձեռքերը չի մաքրվելու։ Ու ունեն ստացես, որ միջև կոկորտս է խրվել։ Միջև հոգուս խորքն է այդ կեղտը, ու այդ լվա չի լինում։ Խղճիս երեխեքիս մոր մահն է։ Ու ես դրանից դուրս գալուց առաջ ես պետք է իմանամ գոնե արածս մի օգուտ տվեց։ Ադելս կքայլի, երեխեքս տուն կունենան, ու մնացածը գիտես, թող աշխատեմ էլի։ Չեմ համբերում երբեմ ազատվելու ես սայլակից արդեն։ Այնքան անհարմար աստեղ։ Լսի, Ադել։ Կարող է օգնես դիրքս փոխեմ այնքան անհարմար է։ Չես օգնում։ Լիզ։ Թող մենակ մնամ։ Մենակ մնաս ինչ անես, Լիզա։ Քեզ թվում է այս ամեն ինչը ինձ դուր է գալիս։ Այս ահավորը։ Այս սարսափելի է։ Մարդ կարող է անգամ պատկերացնելուց գժվի, ուր մնաց սեփական աչքերով տեսնելուց։ Իսկ դու հավատում ես, որ ես պահի տակ չհասկացա ինչ անեմ, ինձ ոնց պահեմ։ Հավատում ես։ Հա, հով, հավատում եմ։ Հավատում եմ, հետո ես գիտեմ ինչ ես ասելու ես, որ չես ուզել։ Հասկանում եմ այդքանը, բայց այդ չի փոխում այն, որ Լիզ, կլսես ինձ։ ինչ պիտի լսեմ։ Ինչ պիտի ասես, որ ես չգիտեմ։ Ամենավատ երազում էլ չէի կարող նման բան պատկերացնել։ Ոնց կարող էր իմ քույրը համբուրել նշանածիս։ Չգիտեմ ինչ անուն տամ սրա։ Այն ժամանակ, որ ուզում էի ասեի, չթողեցիք։ Հիմա ես վատ վիճակում ինչ անեմ ես, Լիզա։
Հիմա մամաս չկա, այս թեման էլ մի կողմից։ Ես եկել ինչ եմ քննարկում քո հետ։ Ես ամաչում եմ իմ արածից հիմա։ Ուղղակի որ մտա ու տեսա, Լիզ կներես։ դու ոչ մի բան չես արել։ Բա այդ դեպքում ինչ ես առաջարկում, ինչ ասեմ ես քեզ հիմա։ Ինչ անեմ, Լիզա, ասա անեմ։ Ես մտնում եմ քո դրության մեջ, հասկանում եմ քեզ, խնդրում եմ, դու էլ ինձ հասկացի մի քիչ։ Էս իմ համար էլ է ամոթ, գետինը մտնելու բան է, բայց Ադելը մեղք չունի, Ադելը մեղավոր չի, մենք ենք մեղավոր, ես, դու, մնացածը, ինքը ոչ մի բան էլ չգիտի։ Ու եթե իմ ու քո մեջ ինչ-որ բան չլիներ, ես Ադելի արած ինչ-որ վախենալու ու սարսափելի չէի համարի հաստատ։ Բայց հիմա մենք գիտենք ու թողել ենք, որ հասնի սրան։ Ու էլի եմ ասում, մենք ավելի մեղավոր ենք, քան Ադելը։ Գիտեմ։ Պիտի ասես, որ սխալ եմ արել, որ այն ժամանակ չեմ ասել, բայց ես չէի կարող ասել, ինչ անեմ։ Արի գնանք տուն, Լիզ։ Չխնդրում եմ։ Ուղղակի գնա։ Ես ոչ մի բան չեմ ուզում ասեմ։ Ես չեմ նեղանում քեզնից, ուղղակի գնա, խնդրում եմ։ Ուզում եմ մենակ մնամ։ Բա ոնց։ Դու մենակ մնա, ես էլ գնամ ու Ադելի դայակը դառնամ։ Ստիպված գնամ սենյակ, խնամեմ ու հանկարծ ինչ-որ պահի սկսենք այդ թեման քննարկել, Լիզա ջան։ Ու ես ինչ պիտի անեմ, դու ոնց ես այդ պատկերացնում, հա։ Պիտի մենակ մնամ, հա, հետը։ Լիզ, ես գործեր ունեմ։ Պիտի աշխատեմ մինչև այն պահը, որ գոնե հասկանամ, չգիտեմ ոնց ենք անում, որ ասենք Ադելին ամեն ինչ։ Բայց թող մի քանի օր էլ անցնի նոր։ Այդ երեխան նոր է ծնող կորցրել։ Ես պապային կասեմ, որ արագացնի մեր տեղափոխության հարցը։ Հիմա արդեն ես էլ եմ դրան համաձայն։ Ես պարզ մաքուր հայերենով բացատրում եմ, որ Լարիսը զանգել էր ինձ ու ասում էր, որ Սարիկից փրկեմ քեզ։ Այդ ի՞նչ նկատի ուներ։ Քեզ ի՞նչ է խոսք տվել, ի՞նչ է ասել, ի՞նչ է տվել, որ կողքից հեռու չես գնում։ Դու շատ լավ գիտես, որ այդ մարդը փախել է, որ հետախուզման տակ է։ Ու դու շարունակում ես օգնել։ Լարիսն էլ իմացել է, վախեցել է։ Ուրիշ ինչ պիտի լիներ, որ Լարիսը զանգեր ինձ ու խնդրեր տես բան։ Չէի մտածում, որ կգաս։ Էն էլ է ժամին։ Ինչի՞։ Ինչի՞ չէի մտածում։ Ինչ էլ որ լինի, մենք շատ տարիներ ունենք իրար հետ ապրած։ Հետո ոնց որ դու իրեն որ ասում, հենց որ շատ վատ եմ եղել, քեզ մոտ եմ եկել, չէ՞։ Ես նման բաները երբեք չեմ ուրանում։ Մեր վերջին խոսակցության ժամանակ մենք իրար այնքան բան ասեցինք, որ չպիտի ասեինք։ Ոչինչ, նորմալ է։ Հակառակը, ասացինք այն, ինչ որ մտածում էինք։
Ես դեռ հարցեր ունեմ։ Բայց հիմա դրա մասին չեմ խոսի։ Ամբողջ օրը մտքումս այնքան եմ կռվել հետդ։ Հետո նորից հաշտվել, հետո նորից կռվել։ Մտածում եմ ինչ եմ ասելու քեզ, որ գաս։ Ու որոշեցիր ինչ պիտի ասես։ Ոնց է Արսենը, երեխեքը ոնց են։ Արսենը շատ վատ է։ Ու մենակ պատճառը Լարիսի մահը չի։ Ու Աստված ոչ անի, որ գնալով վիճակը ավելի վատանա։ Ինչ է եղել։ Վթարից առաջ Լարիսը զանգել էր ինձ։ Զանգել էր ու ասեց, որ Արսենին փրկեմ։ Սարիկից։ Այսինքն Ես շատ խիստ կասկածներ ունեմ։ Ես կբացեմ։ Չհասկացա։ Հա, բալես։ Պապ, ուշանում ես։ Գալիս եմ արդեն։ Լավ։